Ժորժան, Թուրքիայում պահանջ են ներկայացրել փակել Հայաստանում մեծամորի ատոմակայանը։ Այո, այս վերջի 2 օրերի ընթացքում թուրքական սահմանամերձ Հայաստանի հետ նահանգում տեղի բնակիչները եւ պաշտոնյաները պահանջ են ներկայացրել, որպեսզի Հայաստանում փակվի մեծամորի ատոմակայանը, ասելով, որ իբր այն աղտոտում է իրենց օդը եւ նաեւ սպառնալիք է ներկայացնում իրենց կյանքի ու առողջության համար։ Ես իհարկե հիշում եմ, որ միշտ Թուրքիան ու Ադրբեջանը պահանջում էին միջազգային հանրությունից, որ մեզ ստիպեին, որ մենք փակեինք ատոմակայանը եւ մնայինք առանց ատոմակայան, բայց ես նաեւ լավ հիշում եմ, որ Հայաստանի ներսում էլ կային եւ կան այսօր շրջանակներ, ովքեր ասում են, որ պետքա հրաժարվել մեծամորի ատոմակայանից, ռուսական տեխնոլոգիաներից, բայց գիտեք ինչն է հետաքրքիր, որ հենց նույն Թուրքիան, որը պահանջում է փակել մեծամորի ատոմակայանը, հենց Թուրքիան Ռուսաստանի հետ համագործակցության միջոցով կառուցում է ատոմակայան, գերխոշոր պրոյեկտ Ակույու ատոմակայանը ռուսական տեխնոլոգիաներով, ռուսական ֆինանսավորմամբ եւ համատեղ դա ծրագիր է։ Հասկանում եք, այսինքն Ռուսաստանի հետ համագործակցելով մեզ պարտադրում են, որ ռուսական տեխնոլոգիաներից եւ ռուսական ատոմակայանից, որը որ ռուսական տեխնոլոգիաներով է, բայց հայկական մեծամորի ատոմակայանն է, փակվի։ Ամբողջ աշխարհը ուրեմն Ռուսաստանի հետ համագործակցում է ատոմակայանների եւ ատոմային էներգետիկայի ոլորտում, Հայաստանում կան շրջանակներ, ովքեր ասում են, չէ, գնանք Եվրոպայի, Ամերիկայի հետ բանանենք, համագործակցենք, որոնք չունեն մոդուլային կայացած ատոմակայաններ, մոդուլային կայացած ատոմակայաններ, որոնց մասին անընդհատ խոսում են այստեղ շրջանակներ որոշ ունի, առաջատար երկիրը Ռուսաստանն է այդ ոլորտում։ Մենք հրաժարվենք մեր ատոմակայանից, ինչ անենք, գնանք էլի 90-ականներ, հա, այդ շրջանակները դա են ուզում, որ մենք գնանք 90-ականներ, ապրենք էլի մութ տարիների մեջ, հա, ասելով, որ հրաժարվեցին կարևորը ռուսական տեխնոլոգիաներից, հեսա մի օր կունենանք ինչ-որ նոր օթիս տեխնոլոգիաներ։ Հերիքը այս ժողովրդին տանեք ու բան անեք, փորձադաշտ սարքեք այս երկիրը։ Հերիքա